Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանությունն ամեն երեկո Սեպտեմբերի 26 Ողբա ով մայրի, որովհետև ընկել է եղևնին Զաքարիա 11-րդ գլուխ 2-րդ խոսք Երբ անտառում լսվում է տապալվող կաղնու թնդյունը, դա նշան է, որ փայտահատը տարածքում է, և ամեն ծառ դողում է վախից, որ վաղը կացնի սուր սայրը կարող է գտնել իրեն։ Մենք բոլորս նման ենք ծառերի, որ սահմանված են կացնի համար։ Դրանցից մեկի տապալումը պետք է հիշեցնի մեզ, որ միևնույն ճակատագիրը սպասում է բոլորին, թե հսկա մայրուն, թե խոնարհ եղևնուն, և նշանակվածը ժամը արագորեն մոտենում է։ Հուսով եմ, որ հաճախակի մահվան լուրեր լսելով մենք չենք անզգայանում դրա նկատմամբ։ Թող մենք երբեք չնմանվենք զանգակատան թռչուններին, որոնք իրենց բույնն են հյուսում զանգերի ձայնի տակ, և հանգիստ քնած են, երբ հուղարկավորության ազդու ղողանջները ցնցում են օդը։ Թող մենք մահն ամենածանր իրադարձությունը համարենք և սթափվենք գիտակցելով, որ այն մոտենում է մեզ։ Մեզ բոլորովին վայել չէ զվարճանքներով զբաղվել, մինչդեռ մեր հավիտենական ճակատագիրը մազից է կախված։ Սուրը դուրս է հանված պատյանից, եկեք չկատակենք, այն փայլուն է և սրասայր, եկեք խաղչանենք դրա հետ։ Նա, ով չի պատրաստվում մահվանը, ավելի քան հիմար է, նա պարզապես խենթ է։ Երբ Աստծո ձայնը հնչում է այգու ծառերի մեջ, թող թզենին ու թխկին, ծփին ու մայրին, բոլորն էլ լսեն նրա ձայնը։ Պատրաստ եղիր Քրիստոսի ծառա, քանի որ քո Տերը հանկարծակի է գալու, երբ ամբարիշտ աշխարհն ամենաքիչը սպասելիս կլինի նրան։ Նայիր, որ հավատարիմ լինես նրա գործում, որովհետև շուտով գերեզման է փորվելու նաև քեզ համար։ Զգույշ եղեք ծնողներ, հետևեք, որ ձեր երեխաները Աստծո երկյուղով մեծանան, քանի որ շուտով դուք լքելու եք նրանց։ Սթափ եղեք գործունյա մարդիկ, ուշադիր եղեք, որ ձեր շավիղները ուղիղ լինեն, և դուք ամբողջ սրտով ծառայեք Աստծուն, քանզի ձեր երկրային ծառայությունը շուտով ավարտվելու է, և դուք կանչվելու եք հաշիվ տալու ձեր մարմնում գործած արարքների համար, թե բարի, թե չար։ Թող մենք բոլորս զգուշությամբ պատրաստվենք կանգնելու մեծ Արքայի ատյանի առջև, որպեսզի պարգևատրվենք գովեստի այս շնորհառատ խոսքերով. ապրես, բարի և հավատարիմ ծառա։ Մատթեոս 25-րդ գլուխ 21-րդ